Star News-ն արդեն տեղեկացրել է, որ օրեր առաջ լույս աշխարհ է եկել բլոգեր Քրիստինե Մարգարյանի առաջնեկը, նա որդի է ունեցել։ Այդ մասին Քրիստինեն տեղեկացրել էր իր ինստագրամյան էջում։ Արդեն այսօր նա նոր տեսանյութ է հրապարակել, հայտնելով որդու անունը։ Զույգը որդուն Խաչե է անվանակոչել։ Բլոգերը նաև իր երկրպագուներին պատմել է այն մասին, որ դուրս են գրվել հիվանդանոցից։ Հոլովակում Քրիստինեն ամուսնու և նորածին որդու հետ է։ Իսկ մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք և ձեզ առաջարկում հուզիչ կադրերն առանց մեկնաբանության։ Բայց պիտի ձեռին չսովորես, պիտի ուտես ու քնես, չէ կյանքս, չէ սիրուն ես, դու ով ես, դու թազամարդ ես, հա, կյանք։ Իմ սիրելի հետևորդներ ջան, մենք արդեն տանն ենք, լիքը հարցեր ունեմ, օրինակ, թե հիվանդանոցի հետ կապված, թե բժշկի հետ կապված, թե բալիկի հետ կապված, մի խոսքով հարցերը շատ են, դուք շատ եք, ես մենակ, մի փոքր ընտելանամ ես վիճակին ու բոլոր հարցերի պատասխանը կտեսնեք, որ ասում հիմա բաբշե ժամանակս չեմ կարողանում սխալ օգտագործեմ, որ ամեն ինչ անում եմ, ամեն ինչ մոռացել եմ, որ ամեն վայրկյանս անցկացնեմ տղայիս հետ, որ չգիտեմ, այն հոտը, այն ամեն ինչը չեմ կարող բացատրեմ էմոցիաներս, իրականում չեմ կարող բացատրեմ, նայում եմ, ասում եմ, ուր էիր դու, ուր էիր, մի խոսքով, էլի եմ ասում, ով չունի Աստված տա, ով էլ ունի Աստված պահապան լինի, սիրում եմ ձեզ, լավ մնացեք։ Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն իր սոցիալական էջերում կարևոր հարցի է անդրադարձել։ Բանն այն է, որ բժշկուհիներից մեկը օրեր առաջ հայտնել էր այն մասին, որ իր մայրը դարի հիվանդությամբ է տառապում։ Լիլիթը դրամահավաքի մասին հայտնել է իր սոցիալական էջերում։ Հայտնենք նաև այն մասին, որ բժիշկ Դավիթ Տոնոյանը ևս անդրադարձել էր հարցին։ Հոլովակն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Որ դուք նայեք այս հոլովակը մինչև վերջ եւ ես վստահ եմ, որ դուք գիտեք թե ինչ անել։ Հենց հիմա, քանի դեռ դու նայում ես այս հոլովակը, ինչ որ մեկի սովորական աշխարհը կործանվում է։ Մի երիտասարդ բժշկուհի հիմա պայքարում է իր մամայի կյանքի համար։ Սիրելի ընկերներ, բարև ձեզ։ Ես բժիշկ Անժելիկան եմ։ Մորս կյանքը մազից է կախված։ Խնդրում եմ մի թերթեք վիդեոն լսեք մինչև վերջ։ Մայրս պայքարում է դարի չարիքի դեմ։ Մեր նպատակն է օր անգամ առաջ մայրիկիս հասցնել Իսպանիայի մասնագիտացված կլինիկա։ Խնդրում եմ բոլորիդ աջակցությունը։ Մեր ընտանիքի ամբողջ ունեցվածքը հանված է վաճառքի։ Մի մարդ, ով ամեն օր օգնում է ուրիշներին, հանկարծ բացարձակ անօգնական է հայտնվել իր ամենահարազատ մարդու սարսափելի հիվանդության առաջ։ Ես խնդրում եմ ձեզ, խնդրում եմ էլի մի պահ կանգ առեք, որտեվ մեր օրերի ամենամեծ մեղքը անտարբերությունն է։ Թերթել անցնել, ձևացնել, թե սա ուրիշի ցավն է, կամ ինքդ քեզ խաբելը, թե բոլորին չես կարող փրկել։ Ահա, թե ինչն է այսօր ամենասարսափելին։ Եվ ես վստահ եմ, որ դուք գիտեք թե ինչ է։ Մեր համեստ ու փոքր կլինիկան միացավ մեր գոլեգա Անժելիկա Ջաղինյանի մայրիկի բուժման համար դրամահավաքին։ Խորհուրդ եմ տալիս բոլոր բժիշկներին, բուժ հաստատություններին, ՀԿ-ներին, չգիտեմ, այնտեղ բոլորին, ով որ սպիտակ խալաթի հետ կապ ունի, մեր գոլեգային, մեր օգնությունն է պետք։ Եկեք թասիբով կպնենք ու այդ մարդուն օգնենք այս դժվարին իրավիճակում, մայրիկի մոտ քաղց կեղա, եկեք օգնենք իրանց, որպեսզի հաղթահարեն այն։ Վերջին տարիների ընթացքում դերասանուհի Թամարա Գևորգյանը, նրա գործունեությունն ու անձնական կյանքը հանրության համար հետաքրքիր են և քննարկված։ Դերասանուհին սոցիալական էջերում սկսել է առավել ակտիվ լինել։ Նա նոր տեսանյութեր է հրապարակել ու հայտնել իր կարծիքը շատ կարևոր հարցի շուրջ։ Առաջարկում ենք լսել նրան։ Եկեք խոսենք մի շատ կարևոր թեմայի մասին՝ անձնային սահմաններ։
Տարիներ առաջ ես նկատել էի, որ ես ունենում եմ մեղքի զգացում, երբ կատարում եմ որոշում, որը ի օգուտ ինձ է, այսինքն մերժում եմ դիմացինի որևիցե մի խնդրանք ի օգուտ ինձ, որովհետև օրինակ ես չեմ ուզում կամ ինձ հարմար չէ, ես դրանից հետո ունենում էի մեծ մեղքի զգացում։ Ու մի փոքր ուսումնասիրելով հասկացա, որ ուղղակի խախտված են իմ անձնային սահմանները։ Անձնային սահմաններ չունեցող մարդը գրեթե միշտ հանդիպելու է անհարգալից վերաբերմունքի։ Շատ անգամներ, երբ մենք թույլ ենք տալիս, որ դիմացինը անցնի մեր անձնային սահմանները, մենք ընկնում ենք շատ հաճախ զոհի կարգավիճակի մեջ։ Սկսում ենք տառապել, տանջվել, դիմանալ, հանդուրժել, որ մեզ օգտագործում են, որ մեզ չեն գնահատում, սակայն մեծ հույսով, որ մենք փրկիչներ ենք եւ շուտով դիմացինը ինչ որ մի հրաշքով կհասկանա, որ մենք շատ լավն ենք եւ մեզ պետք է սիրել եւ հարգել։ Ասեմ, որ դիմացինը երբեք ոչինչ չի հասկանալու, որովհետեւ խնդիրը ի սկզբանե ձեր մեջ է։ Եվ կա երկրորդ տարբերակը, որ մարդը սկսում է նոր ուսումնասիրել իր անձնային սահմանները, մակերեսորեն է տիրապետում դրանց եւ մակերեսորեն է ճանաչում ինքն իրեն եւ փորձում է իր անձնային սահմանները հաստատել ագրեսիայի միջոցով, սա նույնպես ոչ միտեղ չտանող ճանապարհ է, որովհետեւ ինչքան էլ դուք ջարդեք ձեր շրջապատում ամեն ինչ գոռակ, ողեք դիմացինի մազերը, ձեր մազերը եւ ասեք, որ ինձ հետ այդպես չի կարելի, քանի դեռ դուք չեք հարգում ձեզ եւ դուք մնացել եք տվյալ մարդու տարածքում, այսինքն տվյալ մարդը դեռ կա ձեր կյանքում, ով որ թույլ է տվել իրեն անհարգալից վերաբերմունք ձեր անձի հանդեպ, ցավոք սրտի տվյալ մարդը շարունակելու է ձեր հանդեպ ունենալ անհարգալից վերաբերմունք։ Եվ կա երրորդ տարբերակը, երբ դուք արդեն սկսել եք ուսումնասիրել ձեզ, արդեն ճանաչում եք ձեզ, արդեն գիտեք ձեր անձնային սահմանները, արդեն հասկացել եք, որ ձեր չեն, մերժումը դա ամբողջական պատասխան է եւ պետք չէ դրա համար մեղքի զգացում ունենալ կամ արդարանալ, ապա շնորհավորում եմ ձեզ։ Շուտով ձեր կյանքում կհայտնվի նարցիսական խանգարում ունեցող մեկը, ով կդառնա ձեր լավագույն քննությունը հասկանալու համար, արդյոք դուք ճիշտ եք սերտել ձեր դասը։ Դերասան ամուսիններ Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանն ընտանեկան հանգստի են մեկնել։ Դրանց միացել է նաև Լևոն Մկրտչյանի քույրը երեխաների հետ։ Էվելինան հրապարակել է տեսանյութեր ու հայտնել, որ նրանք թռիչքի են պատրաստվում։ Տեսք Star News-ն առանձնացրել է մի քանի կադրեր։ Առաջարկում ենք դիտել դրանք առանց մեկնաբանության։ Մոշ, ուրախ ես։ Ուրախ ես։ Արդեն վարված ես։ Մեկ անգամից գուշակեք ունեն գնում մարդիկ, ովքեր ուզում են ոչ ման չանեն, ուտեն, խմեն, պարկեն, քնեն, մեկ ու մեջ լողան, հետո նորից գնան, ուտեն, քնեն, հանգստանան։ Քեզ էլ անեն բանը զգացում։